Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Ողջույն Տիկին Դալաքյան։ Բարև ձեզ։ Հերթական կիրակին էր եւ վարչապետը հերթական եկեղեցում մասնակցում էր պատարագի, որտեղ այս անգամ եւս պատարագը մատուցող հոգեվորականը զեղչեց Գարեգին II-ի անունը եւ էլի չարտաբերեց նրան դիմավորեց վարչապետին Կճոյանը, Սրբազանը եւ համացանց հիմա ակտիվ դա է քննարկվում, թե ինչպես դիմավորեց, ինչպես ողջագուրվեցին շատերը վարչապետի այս այցերը տարբեր եկեղեցի, պատարակներ եւ այլն դիտարկում են եկեղեցու ազատագրման տրամաբանության մեջ, դե հակառակ կողմը սա անընդունելի է համարում, հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Ռուսաստանի եւ նոր Նախիջևանի թեմի առաջնորդի գլխավորությամբ հոգեվորականները էլի սատարում էին Գարեգին II-ին նման բաներ, հա։ Մենք տեսնում ենք, որ կողմերից որևէ մեկը ետ քայլ անելու պատրաստ չէ։ Եվ ինչն է հետաքրքիր, հիմա շատ խոսում են կոմպրոմատների մասին, հա։ Նույն եկեղեցականները ներսում խոսում են, ասում են կոմպրոմատներ են ձեզ դեմ տվել, որ գնացել եք, օրինակ հանդիպել եք կամ չգիտեմ ինչ-որ նման բաներ։ Իրավիճակի հանգուցալուծումը ձեզ մոտ է թե ոչ, եւ ինչպես է այն տեղի ունենալու, որովհետեւ մենք ակնհայտ տեսնում ենք Կտրիչ Ներսիսյանը բնավ տրամադրված չգնալու։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ Կտրիչ Ներսիսյանի որոշումը չի դա, ինքը գնա թե չգնա, այսինքն մի կողմ, որ ինքը չի էլ ուզում գնա, բայց եթե ինչ-որ պահի նա գիտակցի, որ արդեն ընտրությունը իր ազատության կամ իրեն վարկաբեկելու վերջնական ինչ-որ կոմպրոմատներով եւ գնալու միջև նա կցանկանա գնա։ Այլ հարց է, որ կան կենտրոններ, դա որ մեկի համար գաղտնիք չի, Ռուսաստանում, որոնք հաստատ դեմ են լինելու դրան, որովհետև նրանք տարիներ շարունակ Գարեգին II-ի նկատմամբ, այսպես ասեմ, ներդրում են ունեցել եւ ֆինանսական, ոչ միայն ֆինանսական, նաեւ ուրեմն տարբեր պաշտպանության ձևերով հետ այդ հայտարարությունը Նախիջևանի թեմի նրա մասին է, որ կոպիտ ասած Ռուսաստանում գտնվող հոգեվոր վերնախավը բացառությամբ մի հոգու կարծեմ Մոսկվայի, եթե չեմ սխալվում, հայտարարության մեջ այդպես էր գրած, աջակցում են Գարեգին II-ին։ Հիմա խնդիրը շատ բարդ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ինքը իր դեմքով արդեն հանդես գալ, ասում է, որ նա խառնվում է եկեղեցու գործերին։ Այնպես է, իբրև թե arczepiskopos-ները, որոնք մտահոգված են եկեղեցու հեղինակությամբ, այսպիսի քայլերի են գնացել, բայց նախ տարօրինակ է, որ հիմա որոշվեց, որ գնան, որովհետև Նիկոլ Փաշինյանը արդեն ամիսներ շարունակ խոսում էր դրա մասին եւ ձայն չկար։ Հաջորդը ես գիտեք, ես իրենց անձնական կյանքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չգիտեմ, Factor TV տեսանյութը տեսա, որը նրա մասին էր, որ այս անձանցից բոլորի վերաբերյալ եղել են հրապարակումներ, իդեպ հայկական ժամանակում եղել է նաև Վրաստանի նախկին թեմի առաջնորդի մասին, այսինքն ես փաստերն եմ ասում հիմա, ոչ թե բամբասանքը, որը մամուլում կա։ Հիմա ստացվում է, որ գործընթացը տեղի ոչ թե մաքրելու հետ կապված, այլ մենք կարող ենք կարծել, որ ինչ որ մի լծակ կա իշխանությունների ձեռքին այս մարդկանց վրա ինքը գործունեությունը դրական է եւ Գարեգին II-ի աջակիցը չեմ, ես նշել եմ, որ նրա տեսակետը ինձ համար անընդունելի է, բայց այդ մարդկանց վարքագիծը պայմանավորված է արդյոք անկեղծ զղջմամբ իրենց նախինում գործած սխալներով, բոլորն էլ սխալական են, թե դա ճնշման արդյունք է, դա էլ ասում եմ թողում եմ հետևությանը։ Նաև որ շատ քննարկվում է, հա դուք նշեցիք օրինակ նույն Վրաստանի թեմի նախկին առաջնորդը կամ Կճոյանը հայտնի Bentley-ով եւ օֆշորային սկանդալներով եւ այլն։ Ասում են, բա ինչպես է դուք մաքրագործում եկեղեցին այս տեսակ մարդկանց հետ, հա, դուք էլ հիշատակեցիք, որ հայկական ժամանակում նրանց մասին հրապարակումներ են եղել ժամանակին, բայց նաև մյուս կողմից այսպիսի հարց էլի, արդյոք տրամաբանական չէ, որ հենց այդ վերադասի հարցերը լուծել, կոպիտ ասած, եւ հետո արդեն ոչ թե անցնել մնացածին, այլ արդեն երևի ընտրել հետո նոր կաթողիկոս, այդ նոր կաթողիկոսը հանձնախմբեր ձևավորի, այս տարբեր եպիսկոպոսների բարևարկության հարցերը քննեն, հա, նկատի ունեմ կարևոր այդ գլուխը չի, որին պետք է կտրել։ Դե եկեք մտածենք այս անձանց տրամաբանության մեջ։ Եթե իրենք իմանային, որ դրանից հետո իրենց գլուխներն էլ է կտրվելու, ինչու էին իրենք հավաքվում այս ուրեմն հանձնախմբով եւ հանդիպում Փաշինյանի հետ։ Ուրեմն իրենք ստացել են այդպիսի երաշխիքներ, որ գործը իրենց
Իհարկե, հակառակ պարագայում այսպես կանեին, ասեին մենք էլ ենք ինչ-որ մեղքերի մեջ թաթախված, բայց մենք ոչ ենք անում Գարեգին երկրորդին հեռանալ, մեր մասին էլ պարզ է մի փոքր ասում, թող որոշում կայացնի մեր հոգևոր, չգիտեմ, հավաքը եւ այլն, որն է իրենց մարմինը, արդեն եկեղեցականները կիմանան։ Բայց այստեղ խնդիրը այն է, որ փորձ է արվում մաքրել եկեղեցին այն անձանցով, որոնք հետո մնալու են այստեղ կամ ով է լինելու թեկնածու։ Կարող է որպեսզի մենք ունենանք նոր կաթողիկոս, որը էլի վարկաբեկված է, բայց արդեն իշխանությունները ունեն նրա նկատմամբ ինչ որ լծակներ, հասկանում եք, որպեսզի մենք լինենք օբյեկտիվ, մենք պիտի ասենք, որ բոլոր կողմերը պիտի լինեն օբյեկտիվ եւ մաքուր, ոչ թե մի կողմին վախեցնենք կոմպրոմատերով, մյուսին հեռացնելու համար, որովհետեւ սա արդեն կփլուզի հայ եկեղեցին ինչու տարբեր խմբավորումներ դուրս են եկել իրար դեմ, սա պարզ է, որ ներքին ինչ-որ գզբրտոցի հետևանք է, սա մաքրության հետևանք չէ։ Եթե խոստացվի, որ հետո մնացած բոլորը, ովքեր ունեն խնդիրներ, ինչպես Գարեգին երկրորդը, նրանք են կանգնելու եկեղեցական արդարադատության առջև, մենք կողջունենք, բայց եթե պետք է մի հոգու հեռացնել, որպեսզի մնացած համակարգը մնա, նույնպիսի համակարգը, դա արդեն հայ ժողովուրդը թող որոշի համաձայնը թե Իսկ ինչ եք կարծում, Գարեգին երկրորդ այնուամենայնիվ քրեական գործերով է հեռանալու։ Էլի ըստ մամուլի հրապարակումների կամ կոռուպցիայի հետ կապված ձեռնարկատիրական անօրինական գործունեության, նույնիսկ Ուկրաինայում ինչ-որ թեմի առաջնորդի մասնակցությամբ ավտովթարի քասերը կոչելու, անձնական տեղեկատվության սուտ, օրինակ, որտեղ է սովորել, հիշում եք, դա էլ էր հարցերի հարց դարձել, ավարտել է թե ոչ, ծննդյան տարեթիվը փոխել է թե ոչ, այսինքն, չգիտեմ, ես չեմ ուզում նույնիսկ մտածել, թե ինչեր կարող են տեղի ունենալ, բայց ես կասկածում եմ, որ Ռուսաստանը այդքան հեշտ կհանձնի Գարեգին երկրորդին, որովհետև իրեն թեյնաշիններից մեկը եւ ազդեցության լծակներից մեկը Հայաստանում, դա Գարեգին երկրորդն է։ Նիկոլ Փաշինյանը որքան էլ իր դեմքով չի ուզում խոսել, Ռուսաստանում գիտակցում են, թե ինչ է իրականում կատարվում։ Ես ձեզ հետ խոսելիս ես կրկնեմ իմ միտքը, ես ուզում եմ մտածել, թե Ռուսաստանը ինչ հակակայլեր ունի այս անձանց վերաբերյալ, որովհետև Հայաստանում կա Ռուսաստանից ծնվող մամուլ, եւ մենք չենք զարմանում, թե այդ մամուլում այս անձանց մասին նույնպիսի տեղեկատվություն հրապարակվի։ Հիմա դրանից հետո Փաշինյանը էլի պիտի ասի ոչինչ, եկեք իրենցով մաքրենք, նորմալ է։ Չեմ կարող ասել, սա հայ ժողովրդի հավաքական որոշելիքն է, այստեղ մի քանի հոգի կամ մի տոկոս, որը շատ ակտիվորեն աջակցում է իշխանություններին կամ հակառակ հանդիմություններին, իրավունք ունի մեծամասնության անունից խոսելու։ Բայց ինչ եք կարծում, Ռուսաստանը կշարունակի, այսպես ասենք, ներդրում անել կտրիչ Ներսիսյանի վրա, հաշվի առնելով, որ ակնհայտ է, էլի, որ այդ մարդը չունի հեղինակություն։ Տեսեք, Ռուսաստանը ներդրում է անում հենց այսպիսի մարդկանց վրա, որոնք ունեն լուրջ խնդիրներ։ Եթե նա ունենա հեղինակություն, նա հաստատ չի կատարի այն, ինչ իրեն ասում, չէ՞, հա, կհենվի ժողովրդի վրա։ Եթե նրա վրա չլինեն կոմպրոմատներ, նա չի կատարի այն, ինչ իրեն ասում է։ Այսինքն Գարեգին երկրորդը Պուտինի հանդեպ սիրելուց պաշտպանում սիրուց Ռուսաստանին, այլ ինչ-որ հետևանքներով։ Մենք հիշում ենք, որ հենց նույն մամուլում, նույն հայկական ժամանակում որոշ հոգեվորականներ նշում էին, որ դեռ սովետական տարիներից Գարեգին երկրորդը այդպես եւ նրա եղբայրը ինչ-որ հանցանքների մեջ է ներառված եղել, հիմա խոսեմ։ Եվ դա իմանալով են ռուսները այսպես այնպես արել, որ նա դառնա կաթողիկոս։ Վագես Սարգսյանը այդտեղ ինչ դեր է ունեցել, ես հիմա չեմ ուզում նորից խոսել, դա շատ ցավալի իհարկե թեմա է։ Իմ բոլորն է սխալական են, հիշում եք ընտրությունների հետ կապված, իբրև թե ես չեմ կարող ասել, ասում էին նա է Գարեգին երկրորդի տեխնացությունը առաջադեր։ Համենայն դեպս Ռուսաստանը ում էլ առաջադիր դա չի լինելու ինչ որ հեղինակություն ունեցող կամ անպատիժ անձնավոր, որովհետև այսպիսի անձնավորություն իրենց պետք չի։ Իսկ ով է պետք Նիկոլ Փաշինյանին, դա արդեն ժամանակը ցույց Տպավորություն է, որ Սամվել Կարապետյանի բանը բուրդ է, որովհետև այդ մարդը եկել էր, ասում էր, պաշտպանեմ, չգիտեմ, եկեղեցին, կաթողիկոս եւ այլն։ Հիմա այն ինչը ինքը պաշտպանում է, օրինակ նույն այդ եպիսկոպոսներից 10-ը առնվազն դեմ են կտրիչ Ներսիսյանին ու տպավորությունը, որ էլ ինչն է այս մարդը պաշտպանելու, օրինակ եթե նաև կտրիչ Ներսիսյանը հեռանա, հա, եւ տեղապահ նշանակվի կամ հետո նոր կաթողիկոս ընտրվի, ինչ է անելու Սամվել Կարապետյանը, այդպես զղջալու է եւ վերադառնալու է մայր Ռուսաստան։ Իհարկե ոչ, ես կարծում եմ ոչ Սամվել Կարապետյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրված չեն, որ մինչև ընտրություններ կտրիչ Ներսիսյանը գնա։
Որովհետև այս թեման հենց ընտրական գործընթացներում լինելու է գլխավոր թեման, ես ձեզ ասեմ, այլևս Քոչարյանի ֆենոմենը չի աշխատում, Սերժ Սարգսյանը էլ ուզում, որ իր ֆենոմենն աշխատի, Լևոն Տեր-Պետրոսյանը նաև առողջական պայմաններից ելնելով կարծես չի երևում, Սամվել Կարապետյանի միակ խաղացուկը դա պատերազմել այս պահին գոնե կա, մնում է հոգևոր արժեքները։ Գիտեք, Ռուսաստանը բոլոր երկրներում հիմա ակտիվացել է այդ ավանդական արժեքների պաշտպանության մասին տեղեկատվությունը։ Դե Ռուսաստանը ընդունի, որ տարիներ շարունակ մեդալներ է տվել մարդկանց, որոնք մեղմ ասած հեռու են քրիստոնեությունից, դա կհամարվի ձախողում։ Հենց դրա համար Վլադիմիր Պուտինը հեշտությամբ չի հանձնի Գարեգին երկրորդը։ Կիրիլը ինչ է, կուսակրոն է ձեզ կամ աշխատավարձով ապրող մարդ, ոչ իհարկե, բոլորը թափթախված են այս ամենի մեջ։ Դեռ KGB-ի հետ կապերի մասին, որը 100% է գոնե, չեմ խոսում, դա բացահայտված է հետաքննությամբ։ Ռուսաստանի Կիրիլի մասին է խոսքը։ Փաշինյանն էլ ասում է, որ փաստեր ունի Գարեգինի եւ նրա եղբորը հրացով ցույց տա։ Տեսեք, որևէ մեկը չէր սպասում, որ Նիկոլ Փաշինյանը, իհարկե այդ շշուկները կային, այս քայլը կանի եւ կգտնվեն մարդիկ, որոնք դուրս կգան Գարեգին երկրորդի դեմ։ Իսկ հիմա ինքն էլ է զարմացած Գարեգին երկրորդի, ձեզ ասեմ, որովհետեւ Փաշինյանը երևի մտածել է այսպես. ամիսներ շարունակ ձայն չկար, որևէ մեկը ձայն չէր հանում, միայն այն մի քահանան էր, այսպես պաշտոնը ճիշտ չեմ ասի, Արամ, հա, եթե չեմ սխալվում, որ այո, Կադիրովի ֆանատներից մեկն էր, իդեպ շատ վատ ընդունվեց դա, նա հաստատ է եւս մեկ անգամ իր սերը Կադիրովի հանդեպ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հակաքայլում մտածեց, որը ուժեղ է, եթե այսպես եք նայում, այո, դա ուժեղ հակաքայլ էր։ Այ հարց է, որ ընդհանուր առմամբ դա որևէ լավ տեղ չի տանում, բայց Սամվել Կարապետյանի ընդդիմության հանդեպ այս քայլը, այո, նրան մեծ լծակներ է տալիս։ Բայց ես վստահ եմ, որ այդ քայլը ճնշումների ներքո է տեղ ունեցել, որտեղ այս մարդիկ ամիսներ շարունակ ձայն չէին հանում։ Եվ իրենք գիտեին ով է Գարեգին երկրորդը, ով է Արշակ Սրբազանը։ Սա տեղի է ունեցել, ես գոնե դա նաև այլ քաղաքագետներ են նշել, ընդդիմությունից են ասել, որ դա կոմպրոմատների եկեղեցուց են։ Արդյունքն է, բայց ինչու բոլորը բոլորի վրա կոմպրոմատ ունեն եւ ինչու են ասել այսօրվան, որ եկեղեցին դարձել է ինչ-որ խմբավորումների պայքարի միջոց, դա ինքնին ցավալի է։ Այդքան որ Սամվել Կարապետյանը կգտնի իր խմբավորման անդամներին, ես չեմ կասկածում, լինելու է այսպիսի պայքար ամեն մեկի թեկնածու մյուսի դեմ։ Նայած ով ավելի շատ կոմպրոմատներ եւ լծակներ ունեն։ Քանի որ Ռուսաստանից եւ Պուտինից խոսեցինք, ուզում եմ հիշենք Պուտինի հապկգթաժողովի վերջին հայտարարությունները, հա, եւ դրան անդրադառնանք։ Նա, չգիտեմ, երկար բարակի մենախոսում էր, հա, ինչ-որ բաներ էր ասում, հապկը որպես կայունացնող գործոն է ոչ ստաբիլ աշխարհում, թե ինչն է կայունացրել, այդպես էլ բարձ չի, եւ ասում էր, որ Հայաստանը դեմ չի հապկին, Հայաստանը շարունակում է լինել հապկանդամ, հապկի աշխատանքներին, հա, հիմա այս ձևաչափն են ընտրել, ինչը մեզ համար ընդունելի է, բայց Հայաստանը դեմ չէ մեր այս աշխատանքներին, որոշումներին ու սենց բաներ։ Ուզում եմ հասկանամ, եթե Հայաստանը դեմ չի, ինչու հապկում չի, եթե հապկում չի, ինչպես դեմ չի, այսպեսի մի հարց, եւ երկրորդը հիշում ենք, որ անդադ սպառնում էին, որ մինչև դեկտեմբերի 31-ը, եթե Հայաստանը անդամավճարներ չվճարի, սանկցիաներ են կիրառելու Հայաստանի դեմ, հա, դեկտեմբերի 31-ը սարերի ետևում չէ։ Ես կարծում եմ Պուտինը վստահ է, որ Հայաստանը դուրս չի գալու պաշտոնապես հապկից, գոնե մինչև ընտրություն դա հաստատ է, դրանից հետո արդեն նայած Վաշինգտոնյան համաձայնագրերի կյանքը ինչպես կդասավորվի, դրանք կգործեն թե ոչ։ Այսինքն Վլադիմիր Պուտինը անդադ կսմթում է Նիկոլ Փաշինյանին, որ նոյեմբերի 9-ից դուրս չես գալիս, հապկից դուրս չես գալիս, ԵՏՄ-ից օգտվում եք, գնում եք Եվրամիություն, այսինքն այդ երկու լարը պահելը նա ցույց է տալիս, որ շատ էլ մեծ հետ է, դուք մի նայեք, որ իրենք չեն մասնակցում։ Հայաստանում ինչքան է նշեմ, որ դա չենք մասնակցում, ուրեմն փաստացի դուրս ենք եկել, Վաշինգտոնյան համաձայնագրերը ջրել են, ներողություն, իրենց տերմինն եմ ասում, նոյեմբերի 9-ի համաձայնագրը, այսի բան գոյություն ունի, փաստ եւ մենք հապկ անդամ ենք։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասել է, որ հապկ անդամությունը վնաս է պատճառում մեզ զենքի գնման առումով արևմտյան գործընկերներից։ Հիմա դա անցել է թե ոչ, թող իրենք պատասխանեն, այդ իրավիճակը փոխվել է հօգուտ մեզ թե ոչ։ Իսկ այն որ կարմիր գիծ է Վլադիմիր Պուտինի համար, որ Հայաստանը դուրս գա հապկից եւ որ
102 ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից, դրա համար էլ իդեպ իշխանություններից անդադ նշում են, որ այդպիսի հարց մեր օրակարգում չկա։ Այսինքն ինչի չկա։ Հիշում եք մի քանի օր առաջ կարծեմ Գևորգ Պապոյանն է, թե ով նշեց, որ ՀԱՊ-ի դուրս գալու խոսակցությունները հիմք չունեն։ ՀՊ-ի այդպիսի բարձրաստիճան որևէ անդամ է։ Դրանից հետո Վլադիմիր Պուտինը անում է հայտարարությունը, թե հիմա Արեն Սիմոնյանը ինչ է հայտարարում, արդեն այս ՀՊ-ականի ասածից հետո ցույց է տալիս, որ դրանք ընդամենը բառեր են։ Ինչի դուք դուրս չեք գալիս, ուրեմն կա անվտանգային խնդիր, դուք գիտեք, որ այդ քայլից հետո Ռուսաստանը հանգիստ դրան չի վերաբերելու։ Նաև մենք ունենք երաշխիքներ արևմուտքից, որ դուրս գալու դեպքում մեզ կլինի աջակցություն։ Դրա համար էլ իմ կարծիքով Փաշինյանը այստեղ դուրս գալիս բավարարվում է ուղղակի չմասնակցելով, բայց որ օրը գալու է եւ մենք ստիպված ենք լինելու կողմնորոշվել եւ ԵԱՏՄ-ով, եւ ՀԱՊ-ի կապված, եւ նոյեմբերի 9-ի եւ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի դա մոտ է, որովհետեւ Ռուսաստան արևմուտք հարաբերությունները գնալով ծրվում են եւ Հայաստանը ինչ որ պահի կանգնելու է լուրջ ընտրության առջեւ։ Քննարկեցին սահմանազատման աշխատանքները շարունակելու հարցը, հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, թուրքական կողմում հանդիպեցին, Գյումրիում հանդիպեցին, ինչ եք կարծում, հայ-թուրքական սահմանի բացումը մոտ է։ Ոչ, մոտ չի, ես 1 տարի այդ տեսակետն ունեմ, չնայած անդադ նշվում է, որ մոտ է, շուտով կտեսնեք, բայց Թուրքիայից մենք բաց տեսեցինք, որ դա կապված է հայ-ադրբեջանական, որևէ բան իրենց մոտ չի փոխվել, ես չգիտեմ հայկական կողմը իր լավատեսական հայտարարությունները ինչի հիման վրա է անում, բայց Թուրքիան հասկացել է, որ այսպիսի բան կա, մենք ինչպես նախկինում էր, հիմա էլ դա կապում ենք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման հետ, իսկ դա կկնքվի թե ոչ, կլինի հարակվե թե ոչ, իսկ կլինեն հարակվեի արդյունքները, հաջորդ տարի աշխարհում ինչ կկատարվի, դա որևէ մեկը չգիտի, ամեն ժամ ինչ-որ բան է փոխվում։ Պուտինը կկարողանա իրավիճակը սառեցնել Ուկրաինայում եւ նորից ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի վրա, օրինակ, կամ Միջին Ասիայի, իսկ մենք գիտենք, որ ճանապարհները այդ սիփը հենց Միջին միջանցքն է այսպես կոչված, որը Միջին Ասիայի երկրներով է անցնում եւ հայ-թուրքական սահմանի բացումը այդտեղ շատ կարեւոր է։ Կգործի դա թե ոչ սիփը, թե նորից մենք հյուսիս-հարավ ճանապարհների տրամաբանության մեջ կմտնենք ընդդեմ արևելք-արևմուտք, հիշում եք, որը Ռուսաստանի շրջանցելու ճանապարհն է։ Այսինքն Թուրքիայի սահմանը չի բացվում, ինչ վերաբերում է սահմանազատմանը, շատ վատ է, որ դա չի շարունակվում։ Օրինակ, ինչու չի սահմանազատվում Նախիջևանի հենց այն հատվածը, որտեղով պիտի անցնեն այս ճանապարհները, ցույցի համար առավել կարևոր ճանապարհները, որ կահավորվի, պատրաստ լինի, ճանապարհը կառուցվում է, բայց սահմանազատում տեղի չի ունենում։ Օրինակ, դա ինձ մոտ կասկածների տեղիք է տալիս։ Մենք գիտենք, որ սահմանազատումը երկար process է։ Տասնամյակներով է տեղի ունենում։ Կարող է Ալիևը ինչ-որ պահի այդ ճանապարհի աշխատանքները եւ գործելը ճանապարհի կապ սահմանազատված չլինելու հետ։ Օրինակ, ինչու չի կատարվում սահմանազատումը, արդեն 1 տարուց ավել է կանգնած է այդ process-ը։ Հանդիպումների ընթացքում ինչ է ասում ադրբեջանական կողմը հայկական կողմին։ Ես ուզում եմ այդ հարցերը հայ պաշտոնյաների առջև տրվեն, որովհետեւ մենք իմանանք ինչու է կանգնել սահմանազատումը, որովհետեւ մեզ ասում են, որ դա խաղաղության գործընթացի է, պայմանագրի կնքման որևէ կապ չունի, սահմանազատումը շարունակվելու է, բայց Տավուշից հետո սահմանազատումը կանգնեց։ Բացի այդ, ձեզ ասեմ, որ մենք առավել բաք խնդիրներ ենք ունենալու Սյունիքում, երբ սահմանազատման ընթացքում մեր կարևոր ճանապարհները հենց լինեն սահմանները։ Արդյոք Ալիևը այդ ժամանակ կհամաձայնվի գնացդիտումների կամ ինչ-որ հողատարածքների փոխդիտման, որպեսզի ճանապարհներից մենք չկորցնենք գլխավոր եւ նոր ճանապարհներ ստիպված լինենք կառուցել, ես կասկածում եմ, որովհետեւ Ալիևի քայլերը ցույց են տալիս եւ խոսքերը, որ նա ինքը պատրաստ է խաղալ։ Այնուամենայնիվ, Տիկին Դալաքյան, կարծում եք, որ Թուրքիայի կողմից որևէ այսպես թեկուզ ժեստ չի լինի Հայաստանի կամ Հայաստան-Ադրբեջան գործընթացի նկատմամբ, եթե անգամ սահմանը չբացի, գոնե Ադրբեջանի նման բեռների տարանցումների սահմանափակումները չի հանի։ Տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ես չեմ տեսել պայմանագիր իրավական, որը վերաբերում է, որ այսօրվանից բեռների տարանցման խնդիր չի լինելու։ Թորենի մեկ անգամյա կամ երկու անգամյա փոխանցումները ես չեմ համարում, որ վերջ մենք այսօրվանից Հայաստան-Ադրբեջան շփումները տրանսպորտային վերականգնվում են։ Մենք նաև գիտենք, որ դա խաղաղության խաչմերուկի ճանապարհը չի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի բացվել սահմանները, այլ որպես երրորդ երկիր, տրանզիտ երկիր Ռուսաստանով եկավ եւ Ղազախստանից Թորենը եկավ։
Երբ դա լինի պայմանագրի տեքստով, մենք արդեն կարող ենք ասել, որ այո, ճանապարհները բացվել են։ Ինչ վերաբերում է Թուրքիային, գուցե ճնշման դեպքում այո, մի ժեստ անեն, նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել մուտքը Թուրքիայից դեպի Հայաստան, բայց ինքնին սահմանի բացում տեղի չունենա, որովհետև եթե Էրդողանը դա ցանկանար, նա դա չէր կապի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, բանդ որի ապագան պարզ չի։ Կրկնեմ, դա հանրաքվեի արդյունքներից է մեծամասամբ կախված եւ միջազգային իրավիճակից եւ ակնհայտ է, որ ամերիկյան ճնշումների ներքո է, որ Թուրքիան համաձայնվել է մեծ այդ բանակցությունները սկսել։ Եթե դրանք չլինեին, նրանք այդ բանակցություններն էլ մեծ չէին սկսի, որտեղ այս պայն այնպես չի, որ Թուրքիան մեզանից շատ ողջևորված է սահմանի բացությամբ։ Այո, միջին միջանցքի գործարկումը կարևոր է, բայց այն դեպքում, եթե Թուրքիան տեսնի, որ Ռուսաստանի նկատմամբ արևմուտքը իզոլյացիոն քաղաքականություն է վարում եւ շրջանցող ճանապարհները ակտիվանում են, իսկ եթե Տրամպը բիզնես գործարքների գնա Պուտինի հետ եւ Էրդողանը տեսնի, որ Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանը չեն հեռացել տարածաշրջանից, նա հաշվի կառնի նաեւ ռուսական գործոնը, նոյեմբերի 9-ի գործոնը, ռուսների կանգնել այդ ճանապարհների վրա։ Այսինքն Էրդողանը միշտ երկու լարի վրա է խաղում, նայած Տրամպը ավելի խոսքը առաջ կտանի, թե Վլադիմիր Պուտինը։ Եվ միջազգային իրադրության մասին ինչ եք կարծում, հնարավոր կլինի հասնել ուկրաինական ճակատում ռազմական գործողությունների սառեցման։ Ուկրաինական պատվիրակությունը ԱՄՆ-ում է, հանդիպումներ են ունենում վերջնականացնելու Միացյալ Նահանգների խաղաղության ծրագիրը։ Ես շատ թերահավատ եմ, չնայած Հայաստանից հնչում են պարբերաբար, որ Ուկրաինան կապիտուլյացիայի է ենթարկվել, վերջ ավարտվել է, մենք տեսնում ենք, որ ոչ։ Ես երկու մասի կբաժանեի հարցը։ Նախ ինքնին Ռուսաստանին ձեռնտու չի հիմա հրադադար, այլ առավել ևս խաղաղություն։ Երկրորդը դա Ուկրաինային էլ ձեռնտու չի, որովհետև եթե դա լինի ժամանակավոր հրադադար առանց անվտանգության երաշխիքների, Ռուսաստանը թափ կհավաքի ու կհանգստանա, ուժ կհավաքի, իսկ մենք գիտենք, որ ուժի առումով դա մի քանի անգամ ավելի տիրապետում է ռեսուրսների եւ նոր թափով կսկսի հարձակումը, հատկապես ձմեռը, էներգետիկ ուրեմն ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի։ Բայց ոչ մի կողմը չի ցանկանում մերժել Տրամպին եւ այս բանակցությունները անընդհատ սկսում են։ Բարբերաբար ասենք, որ այո, մոտ ենք, շատ մոտ ենք, առավել մոտ ենք, բայց որևէ բան տեղի չի ունենում, արդեն 1 տարի է, ինչ ԱՄՆ նախագահը ընտրվել է։ Ուղղակի ես էսի մի բան եմ մտածում, ես վստահ եմ, որ այդ ձայնագրությունները ռուսական կողմն է արտահայտի հեղինակը։ Մի քանի նպատակով նա վարկաբեկելու համար Ամերիկայի այսօրվա նախագահին, որ նա ըստ Ուկրաինայի հողերը վաճառելու գործարքի մեջ է վարձակալությամբ։ Երկրորդը Ուկրաինայի հասարակության մեջ ուրեմն անվստահություն սերմանելու եւ եվրոպական երկրների ԱՄՆ-ի նկատմամբ եւ երրորդը, քանի որ ԱՄՆ նախագահը մտցրեց սանկցիաներ չեղարկեց ռուսական էներգակիրների հանդեպ, Ռուսաստանը Ուիտկոֆին եւ ԱՄՆ նախագահին հասկացրեց, որ արդեն մենք կգնանք այս մեթոդների, դա KGB-ի մեթոդներն են, ձեր ձայնագրությունները հերթով կհանենք դուրս։ Իսկ մենք տեսանք, որ ԱՄՆ-ը ինչ խայտառակ քննադատության արժանացավ եւ Ուիտկոֆը եւ նաեւ Տրամպը նույնիսկ հանրապետական սենատորների կողմից։ Այսինքն ես չգիտեմ ռուսները էլ ինչ էսպիսի ձայնագրություններ ունեն, բայց գուցե նրանք հիմա անցնեն շանտաժի, հասկացնելով Ուիտկոֆին եւ Տրամպին, որ եթե մեր ուզած ձևով ճնշեք Ուկրաինային, վատագույն սցենարը ես դա եմ մտածում։ Մենք արդեն ձեզ համար լուրջ խնդիրներ ստեղծենք այլ ընտրություններից առաջ։ Ես չեմ կարող ասել էսի ձայնագրեր կան թե ոչ, բայց վատագույն սցենարը դա կլինի, որ Տրամպը ինչ որ շանտաժի ենթարկվելով ճնշի Ուկրաինային, իսկ լավագույն այլ դեպքում այն կլինի, որ որևէ բան չստորագրի եւ այս ստատուս քվոն մենք կարող ենք ասել, որ ըստ որևէ լուրջ առաջխաղացում չկա ռազմաճակատում, Պոկրովսկը նույնիսկ եթե գրավել, չնայած դա ասես հեռու է գնալով հեռվանում է, կարող ենք ասել, որ այս իրավիճակը մնալու է։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։